Ողջույն։ Եկեք փորձենք լուծել մեկ այլ խնդիր ինտեգրալի կիրառությամբ։ Այստեղ նկարում պատկերված է հետևյալ ֆունկցիայի գրաֆիկը՝ -x անգամ լոգարիթմ x քառակուսի 0,1 հատվածի վրա կարող եք տեսնել կանաչով, եւ ունենք հետևյալ պայմանը. կանաչ եւ կապույտ տիրույթները, այսինքն կապույտ ուղղանկյունը եւ այս կանաչ ֆունկցիայի գրաֆիկի տակ եղած մակերեսները, իրենք ունեն նույն մակերեսը։ Եվ հարցը հետևյալն է. որքան է կապույտ ուղղանկյան բարձրությունը։ Առաջին հայացքից բավականին դժվար է հասկանալ, թե որ կողմից կարելի է մոտենալ խնդրին, բայց եկեք մի այսպիսի բան փորձենք հասկանալ։ Այս երկու տիրույթները ունեն նույն մակերեսը։ Նախ ինչպես է արտահայտվում ուղղանկյան մակերեսը։ Տեսեք, ունենք ուղղանկյուն, բարձրությունը հարցական է, այսինքն նշանակենք օրինակ x-ով, մեր համար հենց այս x-ն է անհրաժեշտ գտնել, x-ն է ուղղանկյան բարձրությունը։ Ուղղանկյան մակերեսը կլինի x անգամ այս կողմի երկարությունը, իսկ այդ կողմի երկարությունը 1 է, քանի որ 0,1 միջակայքի մասին է խոսքը։ Հետաբար եկեք ֆիքսենք, որ մեզ անհրաժեշտ կապույտ ուղղանկյան մակերեսը հավասար է x անգամ 1 հավասար է x։ Եվ մյուս կողմից ունենք այն պայմանը, որ այդ երկու մակերեսները, կանաչը եւ կապույտը, իրենք նույնն են, իրար հավասար են։ Այսինքն մյուս կողմից այս մեծությունը հավասար է կանաչ մակերեսին, իսկ կանաչը ինչ որ f ֆունկցիայի գրաֆիկի ներքևում եղած մակերեսն է 0,1 կետերի միջև։ Մենք գիտենք որոշյալ ինտեգրալի կիրառություններից մեկն այն է, որ ինտեգրալը որևէ երկու կետերի միջև, եթե ունենք ինչ որ դրական ֆունկցիա, վերջում նրան ինտեգրում ենք երկու կետերի միջև, ասենք a եւ b, ապա ստացված թիվը ցույց է տալիս այդ a եւ b կետերի միջև ֆունկցիայի գրաֆիկով, այս x հավասար է a, x հավասար է b ուղիղներով սահմանափակված, երկ x հեռանկյունով սահմանափակված այս պատկերի մակերեսը։ Կարճ ասած, այստեղ ունենք 0 եւ 1 կետերի միջև մի որևէ այսպիսի f ֆունկցիա եւ նրա գրաֆիկի ներքևում ընկած մակերեսը։ Ուրեմն գրաֆիկի տակի մակերեսը հաշվելու համար պետք է վերցնել f-ը եւ ինտեգրել 0,1 կետերի միջև։ Այսինքն կունենանք, որ մյուս կողմից այս մակերեսը հավասար է ինտեգրալ 0-ից 1 fx dx։ Այսինքն ստացված հետևյալը, x-ը հավասար է հետևյալ արտահայտությանը եւ խնդիրը բերեցինք նրան, որ անհրաժեշտ է հաշվել մեր ֆունկցիայի ինտեգրալը 0,1 կետերի միջև։ Ինտեգրալ 0-ից 1 մինուս x անգամ լոգարիթմ x քառակուսի։ Շատ լավ։ Ստացված ինտեգրալը հաշվելու համար կան մի քանի տարբեր ձևերով ինտեգրում։ Տեսեք, եթե ունենք երկու ֆունկցիաներ, որոնցից մեկը ներկայացվում է ինչ որ f-ի ածանցյալի, իսկ մյուսը մի որևէ ուրիշ ֆունկցիայի տեսքով, եկեք ներքևում գրենք, ուրեմն ընդհանուր կանոնը հետևյալն է. եթե ունենք ինտեգրալ ինչ որ f-ի ածանցյալը բազմապատկած j-ով, եւ շան ուզում ենք ինտեգրել որևէ a-b միջակայքի վրա, միջակայքը չենք գնում, որպեսզի չխառնվի, սա նույնն է ինչ որ f անգամ j-ի արտադրյալը նայենք այդ երկու կետերի միջև, հանած ինտեգրալ f անգամ j ածանցյալ։ Նկատենք, որ այստեղ մինուս x-ը կարող ենք ներկայացնել որպես x քառակուսի ֆունկցիայի ածանցյալը բազմապատկած մինուս 1 երկրորդով, իսկ ինչու պետք է այսպիսի բան ուզենանք անել, որովհետև ինչ վերաբերում է այս j-ին, լոգարիթմ x քառակուսի, լոգարիթմի նախնականը գտնել, ինտեգրալը հաշվել մի փոքր բարդ է, իսկ մյուս կողմից լոգարիթմի ածանցյալը շատ ավելի հեշտ է հաշվել, քան ինտեգրալը։ Ուրեմն եկեք օգտվենք այս ներկայացումից, կգրենք ինտեգրալ, սա փաստորեն հավասար կլինի ըստ մեր այստեղից բերված բանաձևի, ինտեգրալ 0-ից 1 մինուս 1 երկրորդ, քան որ սա թիվ է, կարող ենք դրսում գրել x քառակուսի ածանցյալ անգամ լոգարիթմ x քառակուսի։ Այստեղից նույնպես կարելի է շարունակել տարբեր ձևերով, մենք ուղղակի տարբերակներից մեկը օգտագործենք։ Սա արդեն կարող ենք գրել մեր այս երկու ֆունկցիաների արտադրյալը x-ը 0 եւ x-ը 1 կետերի միջև, հանած ինտեգրալ 0-ից 1 կետերի միջև արդեն x քառակուսին բազմապատկած լոգարիթմ x քառակուսու ածանցյալով։ Եվ իհարկե այս ամենը պետք է բազմապատկել մինուս 1 երկրորդով, որը այստեղ ունենք, այսինքն կունենանք հետևյալ արտահայտությունը բազմապատկած մինուս 1 երկրորդով։ Սա հաշվելու համար նախ կնկատենք, որ այս արտահայտության մեջ x-ի փոխարեն եթե տեղադրենք 1, ապա լոգարիթմը կլինի 0, այսինքն լինում է 1-ի քառակուսի անգամ 0։ Մյուս կողմից եթե x-ը տեղադրենք 0, առաջինը կլինի 0, եւ իրականում լոգարիթմ x քառակուսին սահմանված չէ 0 կետում, բայց որոշ հաշվարկներից հետո կարող ենք պնդել, որ իրականում եթե x քառակուսին լինում է 0, լոգարիթմ x քառակուսում իր հետ միասին տանում է դեպի 0, եւ ունենում ենք, որ այսքան մասը x հավասար է 1 եւ 0 կետերում պարզապես 0 է։ Եվ կունենանք հետևյալը.
մինուս 1 երկրորդ անգամ մինուս ինտեգրալ 0-ից 1 x քառակուսին բազմապատկած լոգարիթմ x քառակուսու ատանցյալով, իսկ այն հավասար կլինի 2 անգամ x բաժանած x քառակուսի dx x քառակուսիները կրճատվում են, այս երկու մինուսները կարելի է ասել իրար հետ են կրճատում, 2-ը 2-ի հետ է կրճատվում և ունենում ենք 1 անգամ, պարզապես ինտեգրալ 0-ից 1 x dx։ Իսկ վերջինս արդեն հավասար է x քառակուսի երկրորդ, x-ի փոխարեն տեղադրում ենք 0 և 1, ու որպես պատասխան ստանում 1 երկրորդ։ Փաստորեն հաշվեցինք հետևյալ ինտեգրալը, որը ցույց էր տալիս մեր մակերեսը, այսինքն ունեցանք, որ մակերեսը այս երկու կետերի միջև լոգարիթմ x քառակուսի անգամ մինուս x ֆունկցիայի ներքևում ընկած մակերեսը ուրեմն հավասար է 1 երկրորդ, մյուս կողմից այն հավասար էր x, այսինքն գտանք, որ ուղղանկյան բարձրությունը լինում է 1 երկրորդ, այսինքն սա իրականում հավասար է 1 երկրորդ։ Այսքանը խնդրի վերաբերյալ, որպես հավելյալ խնդիր խորհուրդ կտանք մտածել հետևյալ հարցի շուրջ. x-երի առանցքի որ կետից պետք է տանել ուղղահայաց, որպեսզի կանաչ տերույթը բաժանվի երկու հավասարամեծ մասերի, այսինքն երկու հավասար մակերեսով մասերի, ըստ էության երկու մասերի, որոնք ունեն նույն մակերեսը, այսինքն ինչ որ մի կետ պետք է ընտրել և դրանից տանել ահա այսպիսի ուղղահայաց, այնպես որ նրանից ձախ և նրանից աջ ընկած հատվածները ունենան նույն մակերեսը։ Մեկնաբանությունում կարող եք գրել ձեր տարբերակները, այսքանը, ցտեսություն։